Օրենքով պատժվելու են նրանք, ովքեր խոլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա անդրադարձավ իր հաղորդման հիման վրա «Իմն եմ Նիմնի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելուն։ Այսինքն եթե սպառնալիք է հնչում, ես ինչ պետք է անեմ, կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով, կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում, բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել, արդարացնել այդ մարդկանց, ես առաջարկում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ որ ես իմ հեռախոսը վերցնեմ եւ կմտնեմ եւ կխոսեմ օրինակ իրենց սեռական կյանքից, իրենց ընտանիքի, իրենց անդամներին, ամեն օր սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ իրենց հասցեներին եւ կսպառնամ, որ ես իրենց հետ հաշվի հարդար եմ տեսնելու եւ առաջարկում եմ իրենք դրանից հետո դրական էմոցիաներով եւ չդիմեն ոստիկանություն։ Ալեն Սիմոնյանի հաղորդումը վերաբերում է նոյեմբերի 8-ի փոդքասթին, որի ընթացքում Սաղաթելյանն ու Սամսոնյանը ըստ Սիմոնյանի իր հասցեին վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ են հնչեցրել։ Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի առավոտյան ուժայինները խուզարկություններ են արել նրանց բնակության վայրերում։ Քննչական կոմիտեից լուրերին հայտնել են նախաձեռնած քրեական վարույթով իրավապահները կատարել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին։ Ես չեմ կարծում, որ մենակ իմ հաղորդման հիման վրա է, վստահ եմ, որ այնտեղ ուրիշ առիթներ եւ պատճառներ կլինեն, բայց այո, ես հաղորդում եմ ներկայացրել եւ լրիվ տրամաբանական եմ համարում։ Ազգային ժողովի նախագահը հերքեց, թե ինքն է առաջինը Սաղաթելյանի ու Սամսոնյանի հասցեին որևէ բան ասել։ Շեշտեց, չի դիտում նրանց հաղորդումը։ Ես երբևիցե որևիցե մեկի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ չեմ հնչեցնում, ես որևիցե մեկի անկողին չեմ մտնում, ոչ նախկին նախագահների անկողին, ոչ իրենց ընտանիքի անդամների, ոչ իրենց մահացածների, գերեզմանների մասին չեմ խոսում։ Ես զարմանում եմ, որ իրավապահները շուտ չէին այս խուլիգանական բանին արձագանք տալիս եւ նորից եմ ասում են բոլոր մարդիկ, ովքեր որ կփորձեն եւ կուզենան արդարացնել, թող իրենց վրա վերցնեն այն բաները, որոնք որ այդ երկու երիտասարդը իրենց թույլ են տվել, սկսած սպառնալիքից։ Սիմոնյանն ընդգծեց, Հայաստանն այլ հասարակարգ է ունենալու, որտեղ իրար չեն դանակահարելու։ Օրեր առաջ Աբովյան քաղաքում երիտասարդ տղայի դանակահարեցին։ Մի տղան, որ դանակահարվեց, մահացավ, մյուս տղան իր կյանքը կործանեց եւ գնաց բանդ գնա կդատվի եւ մանկանի։ Այսինքն ուզում հասկանամ մենք ինչ հասարակություն ենք ուզում ձևավորենք, որտեղ որ իրար վիրավորելը, ստորացնելը եւ ռազմորկեք անելը պետքա տեղ ունենան, ոչ դրանով պետքա զբաղվեն իրավապահները եւ զբաղվել են։ Լուրերին քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու հոդվածով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Բացի հաղորդում ներկայացնելուց ազգային ժողովի նախագահը նոյեմբերի 8-ին նաև հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան, ընդդեմ «Իմն եմ Նիմնի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի։ Դատական հայցը վերաբերում է նույն փոդքասթին։ Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել սոցցանցի անձնական էջում 5 աշխատանքային օրվա ժամկետում։ Պահանջում է բռնագանձել նաև 2 միլիոն դրամ հրապարակումներում պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, 530,000 դրամ դատական ծախսերի փոխհատուցում, որից 480,000-ը փաստաբանի վարձատրության, 50,000-ը պետական տուրքի գումար։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։